Մենք փակել ենք ճանապարհը եւ պահենք նոր սկզբունքով։ Խնդրում եմ չկուտակվեն բոլոր հարցերը, առաջադրանքները, բոլոր խոսակցությունները դուք իմանալու եք։ Քննարկում կա էլի այս պահին ուղղակի այս թեմայի հետ կապված։ Բայց գալու է այստեղ։ Հնարավոր է քննարկումից հետո կներեք Արտուրը վարդել, ոնց է։ Մենք ծանոթ ենք, հա։ Այս պահին մարզպետի հետ էլ էին քննարկման, խնդրեցին դուք էլ էլի մոտենաք մի հատ քննարկումը շարունակենք։ Շատ լավ, մարզպետը հիմա ուր է գտնվում։ Եղվարդի համայնքապետը։ Ուրեմն ես հանրության հետ խոսակցություն ունեցա։ Ուրեմն այսպիսի մի իրավիճակ խնդրում եմ դուք Դուք էլի անպայման մասնակիցն եք դրա համար ենք։ Խնդրում եմ ծանոթացնես ովքեր են։ Կարող եք ծանոթը բարձրաձայն Տարածքային կառավարման նախարարությունից տրանսպորտի վարչության պետն եմ, ես Պապին Գալստյան։ Ուրեմն նայեք Ուղղակի Արտուրը մասնակցել էր վերջի մի քանի օրվա քննարկումներին, ուզում ենք որ սրան էլ մասնակցել, այդ է իր, ուզում ենք, ասեք իրավիճակը ոնց է։ Ես ընդհանրապես հանդիսանում եմ այս պահին միջնորդ Խազախ համայնքի եւ կառավարության միջև։ Ես ձեր ասած պահանջը փոխանցեցի համայնքին։ Ժողովուրդ ջան, ձեր հետ առանձին խոսամ, մի րոպե սպասեք խոսամ, ձեր հետ առանձին խոսամ։ Ես փոխանցեցի ձեր կարծիքը համայնքին։ Ուրեմն իրավիճակը հետևյալն է։ Ես հասկացա կներեք մերբա հիմա նոր քննարկումը, այսինքն ինչ փոխանցել եք դեպի մի կողմ, հիմա քննարկման Ես հենց դա եմ ասում, մի վարքյանից ես դա կվերջացնեմ։ Ուրեմն ինչ ենք մենք պայմանավորվել համայնքի հետ։ Ուրեմն ինչ լուծում որ մենք կունենանք, ես այդ լուծումը պետքա քննարկեմ հանրության հետ։ Եղվարդում այդ անել չեմ կարող։ Ես ուղղակի խնդրեցի պաշտոնատար անձանց ժամանեն համայնք, որպեսզի ես կարողանամ շփվել իմ համայնքի բնակչի հետ եւ որևէ բան հայտարարագիր, որևէ փաստաթուղթ ստորագրելուց կամ համաձայնվելու դեպքում ես դες համաձայն, բայց կարծիք իմանալ պարտավոր եմ, ուղղակի դա խնդրում ենք, հիմա առաջարկում ենք գաք ծանոթանաք, հետո գաք, համաձայնեցնեք, ձեր կարծիքն ասեք, համաձայն եք, համաձայն չեք, համաձայն չեք։ Դուք ուզում եք հենց հիմա հանրության կարծիքը լսեք։ Դուք ուզում եք հիմա կարծիքը լսել ենք, մենք ուրեմն հանրության անունից, Խազախ համայնքի անունից խնդրում ենք պաշտոնատար անձանց, որպեսզի իրենք կան մեր մոտ։ Դուք հրաժարվում եք, ես պայն գաք ընդեղ քննարկում։ Ես չեմ հրաժարվում, հանրությունն է հրաժարվում, ճիշտ է։ Ես էլ եմ ուզում մասնակցել ենք քննարկմանը, կարելի է չէ՞ իմ կարծիքը։ Որովհետեւ ես ուզում եմ ուղղակի կներեք։ Ես իմ կարծիքը ուզում եմ ձեր գիսեմ, այսօր ժողովուրդ ենք հավաքված, մենք մարզպետ ենք պահանջում, մենք համայնքապետ ենք պահանջում եւ ուզում ենք այս ամբողջ խոսակցությունը այս ժողովրդից դուրս գա։ Մտքներ կուլտուրայի բոլորս միասին քննարկենք։ Սա գազերով և կորդով չի։ Հտում եմ ձեր ուշադրությունը։ Ներկայացուցիչը, որը որ ժամանել է մեզ, խնդրում եմ մեզ, որպեսզի մեր ներկայացուցիչները գնան Եղվարդ։ Ես իրենց ներկայացրեցի, որ ես ընդամենը միջնորդ եմ հասարակության և իշխանության մեջ։ Իմ Եղվարդ գնալով ես կապը կկործնեմ ժողովրդի հետ և ժողովրդի կարծիքը չեմ կարող իմանալ։ Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պաշտոնատար անձի ներկայությամբ հայտարարում եմ, խնդրում եմ մարդիկ ովքեր պետք է հարցին լուծում տան, պետք է ժամանեն համայնք, դա պարտադիր պայմանն է համայնքի ժողովրդի և իմ միջև կապը չկտրվելու համար, որովհետև ես ձեզ խոստացել եմ, բոլոր որոշումները քննարկելու ենք միասին, բոլոր որոշումները որոշելու ենք դուք, ես ընդամենը հանդիսանալու եմ միջնորդ ձեր և կառավարության ներկայացուցիչների միջև, դուք ամեն ինչ հասկացաք, շնորհակալություն։ Մոնումենտ է։ Կամը գալիս ենք Խազախի համայնք։ Արտուր, մեր պահանջը բացի է։
Այսինքն չեթան եղված ինչ-որ բան փոխվի արանքումով։ Հա։ Գնացեք հավատվել, ավելի պահանջում է գնացեք ընդեմ անգամս ներկայացեք մեկը թափմասնի ոչ մի հատկանալու այսքան ժողովուրդ ընդեմ փոխնակարարով եթե Հնարավորավոր կան, չէ, գալի է, բայց այս բանը Երկվարտում սպասում են, հիմա ասում եք հնարավոր է գան։ քննարկումից հետո հնարավոր է ես տրանսպորտի հետ կապված քննարկում Իվարկե մարզպետը հիմա կառավարության նիստին պետք է որ լինի, որտեղ ընթանում է կառավարության նիստը։ Այս բանի մարզում ինչ-որ խնդիր կա, դրա հետ կապված ժամանել ա, մի րոպե կներեք։ Քաղաքական է ձեր պատասխանները։ Ո՞ր քաղաքական բան ասում։